Երբ միջնադարյան քաղաքի մութ փողոցներում հայտնվում էր այս կերպարը, մարդիկ գիտեին, բուբոնային ժանտախտը արդեն տեղ է հասել։ Այս թռչնի կտուցով դիմակը սոսկ վախեցնելու համար չէր։ Այդ կտուցի մեջ բժիշկները լցնում էին անուշահոտ խոտաբույսեր, որպիսի չզգան սև մահվան և քայքայվող մարմինների հոտը։ Նրանք կրում էին երկար, մոմապատ վերարկուներ և ձեռքերում պահում էին փայտե գավազան։ Ինչու՞։ Որպեսզի երբեք չհպվեն ժանտախտով վարակված հիվանդներին։ Բայց ամենասարսափելին այն էր, որ այս բժիշկները հաճախ ոչ թե բուժում էին, այլ պարզապես արձանագրում մահերը կամ կատարում դարժան փորձարկումներ, հույս ունենալով գտնել դեղամիջոցը։ Նրանք դարձան պատմության ամենադաժան համաճարակի կենդանի խորհրդանիշը։ Կերպար, որը փրկություն էր խոստանում, բայց բերում էր միայն սարսափ։ Այսօր դա դիմակահանդեսի հագուստ է, բայց 14-րդ դարում դա վերջին դեմքն էր, որ տեսնում էին հազարավոր մարդիկ մահից առաջ։